Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բադասան, մինչ քարոզարշավի ընթացքին անդրադառնալը, խնդրենք մեկնաբանեք երեկվա միջադեպը, կադրեր տարածվեցին, մի քիչ անցել մենք ֆիքսեցինք, որ այսպես մի քիչ լարված ու փոխադարձ վիրավորանքներով իրավիճակ էր Գյումրու կենտրոնում, ինչ տեղ ունեցավ ձեր մեկնաբանը։ Չի եղել, մենք մեր քարոզարշավն ենք իրականացրել, իսկ հյուրախաղերով Գյումրու ժամանած հայրենիքի փրկիչները փորձում են այս անգամ էլ հերթական բեմադրություն ունենալ Գյումրիում, որը ձախողվեց։ Միջադեպ չի եղել, մենք մեր իրազեկման ակցիան ենք իրականացրել, որը ամեն օր ամեն թաղում տեղի է ունեցել, եւ ես իմ քաղաքում քայլելու, պարզչակատ քայլելու որևէ խնդիր չունեմ։ Իսկ Երևանից եկած մեր հյուրերին մաղթում եմ, որ մեր զբոսաշրջային Գյումրիում լավ ժամանց ունենան։ Ես նկատի ունեի դրանից քիչ անց մենք ֆիքսեցինք, որ իրավիճակը մի փոքր ավելի լարվեց, քաշքշուկ, վիրավորանքներ, Ամեն դեպքում ես կարող եմ մեկնաբանել այն իրավիճակը, որին ներկա եմ եղել, դուք ականատես կլինեք, որ որևէ ինչ-որ վիրավորանք կամ միջադեպ չի եղել։ Իրենք իրենց ակցիան են իրականացրել, մենք մեր իրազեկումը մեր քաղաքում ավել մեկնաբանություն չունեմ, որտեղ տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը։ Ակցիան այսպիսի խորագիր ունի, համաձայն չեմ, այն վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այն որ կան գյումրեցիներ, ովքեր ստորագրում եւ իրենց անվստահությունն են հայտնում դրա մասին, ինչ կասեմ։ 3 դաշնակցական, 2 ժամկետանց դերասան ու 1 հոգևորական։ Էս է իրենց ծավալը։ Այդ Տիկի Բաղդասյան, մեր նկարահանումների ընթացքում պարզապես քաղաքացիներ, ովքեր իրենց անվստահությունը հայտնում են Նիկոլ Փաշինյանին, եւս այնտեղ են, այսինքն ըստ ձեր ասացի կամ ձեր տրամաբանության, ով ԿՊ-ի կողքին չի, ուրեմն չգիտեմ, ինչպես բնութագրեցիք մի քանի դերասաններ, 2 դաշնակցական եւ մի քանի դերասաններ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը Գյումրիում եւ Շիրակի մարզում 68%-ից ավել ձայն է տարել 21-ին։ Ոչ պակաս ցուցանիշ կունենան 26-ին։ Այսինքն ցանկացած փաստի հետևում պետք է լինեն իրատեսական թվեր։ Մենք մեր քվեով եւ մենք մեր վստահությամբ ապացուցել ենք դա։ Այո, մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ պետք է բռնանալ ժողովրդի կամքին եւ ժողովրդի քվեով ընտրված իշխանությանը։ Ժողովրդի քվեն 2021 թվականին ա եղել։ 2021 թվականից 2025 թվականի մարտի 30-ին մենք գալու ենք վերահաստատենք մեր արժեքները, իսկ 26-ին եւս մեկ անգամ արձանագրելու ենք, թե ինչ բարձր վարկանիշ ունի Գյումրիում ու Շիրակի մարզում իշխող քաղաքական թիմը։ Վստահ եք, որ Սարիկ Մինասյանը մարտի 30-ին 50+1% ձայն է հավաքելու եւ դառնա միանձնյա քաղաքապետ։ Ես վստահ եմ, որ Գյումրու քաղաքապետը լինելու է Սարիկ Մինասյանը։ Քարոզարշավի ընթացքը ինչպես կմեկնաբանեք Տիկին Բաղդասարյան։ Ինչպիսի քարոզարշավ է։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ձեռագիրը ունի, իր հանդիպումներն ունի։ Կուզենայի, որ ավելի շատ խոսեին քաղաքին վերաբերող ծրագրերի մասին։ Այսինքն քաղաքի զարգացումը ինչպես են տեսնում, ինչ միջոցներով, օրինակ ծրագրերի հենքում ինչպիսի իրատեսական գաղափարներ են։ Ցավոք սրտի քարոզարշավը շատ ավելի աշխարհաքաղաքական ինչ-որ բևեռներ է ստացել, որը իհարկե երբեմն զավեշտի է վերածվում, բայց ես լիահույս եմ, որ գյումրեցին հետևողական կլինի եւ ձայնը կտա այն քաղաքական ուժին, ով առավելագույն նպաստավոր ծրագրեր եւ տեսլական կառաջարկի հենց Գյումրու զարգացման համար։ Այդ քաղաքական ուժերը, ինչպես դուք եք ասում, այդ խոսույթին զուգահեռ նաեւ ասում են, որ սոցիալական խնդիրները անլուծելի կմնան, եթե երկիրն ունի անվտանգային խնդիրներ։ Դա է իրենց արդարացումը։ Երկրի անվտանգային խնդիրները լուծելու համար մենք գնում ենք խաղաղության։ Մեր կամքը այս հարցում աննկուն է եւ այո, անվտանգությունը գալիս է վերահաստատելու այն բոլոր արժեքները, որին մենք հավատարիմ ենք։